հարազատներից, սեփական մելիքական միջավայրից իբրև թե պաշտպանվելու, այլ իրականում նրանց դեմ պայքարելու համար Մելիք Շահնազար II հրավիրում է իրենից դեպի արևելք, Արցախից դեպի արևելք Կուր Արաքսյան դաշտավայրում գտնվող եւ քոչորական անասնապահությամբ անընդհատ տեղից տեղ շարժվող Սարաջալու կոչվող ցեղի ներկայացուցիչ Փանահ Ալիին, որպեսզի նա գա եւ աջակցի իրեն իր ցեղակիցներով փաստորեն իր հայրենակիցների դեմ պայքարում։ Եվ սա լինում է չափազանց մեծ սխալ հայոց պատմության ամբողջ, եթե տեսանկյունից ենք նայում, համայնապատկերի տեսանկյունից, ստացվում է, որ առաջին անգամ մուսուլմանական տարը մտնում է Արցախի սիրտ եւ Փանայի հետ միասին նրանք վերակառուցում են Շուշիի բերդը եւ տեղակայում են Փանահի ուժերը այստեղ։ Ցավոք ժամանակի այդ Փանահը ստանում է ճանաչում պարսկական նոր իշխանությունների կողմից, ովքեր փոխել էին իրենց վերաբերմունքը հայերի նկատմամբ եւ խնդրին նայում էին որպես մուսուլմանական իշխանություն քրիստոնյաների նկատմամբ վերաբերմունքով եւ բնականաբար այս պայմաններում Փանահին որպես մուսուլման առաջնորդ ճանաչում են իբրև Ղարաբաղի խան եւ Արցախում սրանով փոխվում է իրավիճակը ոչ ի նպաստ հայերի եւ փաստորեն դա սկսվում է Արցախի սրտից։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։